Ողջույն սիրելի հետևորդներ, հուսամ լավ հանգստյան օրեր եք ունեցել։ Աշխատանքային շաբաթը մեկնարկել է եւ այսօր ԱՄՆ գլխավոր լուրերում դիտեք։ Կոլորադո Սփրինգզում դաշնային ծառայությունների գործողության արդյունքում բերման է ենթարկվել ավելի քան 100 միգրանտ։ Սպիտակ տունը մեկնարկել է Դոնալդ Թրամփի երկրորդ պաշտոնավարման առաջին 100 օրերի տոնակատարությունը, առանձնացնելով միգրացիոն խիստ քաղաքականության հաջողությունները։ Թրամփի խոստումների կատարման արդյունքները արտաքսումների աճ, մաքսատուրքերի բարձրացում, բայց չիրականացված են խաղաղության պայմանագրերը, էներգետիկ գների իջեցումը եւ ազգային պարտքի նվազումը։ Իրավապաշտպաններն ահազանգում են Գուանտանամոյի ներգաղթյալները ենթարկվում են ծայրահեղ մեկուսացման եւ իրավունքների խախտումների։ Ռուսական կողմը հայտարարել է երրորդյա հրադադար Ուկրաինայի հետ, սակայն Թրամփը պահանջում է մշտական զինադադար եւ խաղաղության վերջնական պայմանագիր։ Թրամփը վերադարձնում է Կոլումբոսի օրվա ավանդական նշումը, հրաժարվելով բնիկ ժողովուրդների օրվան հավասար ճանաչում տալուց։ Ազգային անվտանգության քարտուղար Քրիստի Նոեմի Պայուսակի գողության գործով կասկածյալը ձերբակալվել է։ Կալիֆոռնիան փոխում է ավտոմեքենաների համարանիշների ձևաչափը, գործող համակարգը շուտով կսպառվի։ Արիզոնայում արագընթաց մոտորանավակը դուրս է եկել վերահսկողությունից, անցնելով 320 կմ/ժ արագությունը։ Այս եւ այլ լուրերի մանրամասները հաջորդիվ։ ԱՄՆ-ում ապօրինի կացություն ունենալու կասկածանքով ավելի քան 100 միգրանտ երեկ բերման է ենթարկվել Կոլորադո Սփրինգս քաղաքում գիշերային ակումբում դաշնային ծառայությունների իրականացրած գործողությունների ընթացքում։ Թմրամիջոցների դեմ պայքարի վարչության կողմից հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես են գործակալները շենքի դրսում հայտարարում իրենց ներկայության մասին եւ հրահանգում այցելուներին դուրս գալ բարձրացված ձեռքերով։ Նախագահ Դոնալդ Թրամփի երկրորդ նախագահության ընթացքում իրականացվող աննախադեպ խիստ միգրացիոն քաղաքականությունը բազմիցս բախվել է դաշնային դատավորների հակազդեցությանն ու սահմանափակումներին, սակայն այդ քաղաքականության արդյունքում հարավային սահմանով միգրացիայի հոսքը կտրուկ նվազել է։ Իրաքի Կոլորադոյում միգրացիոն եւ մաքսային վերահսկողության ծառայությունը այսը բերման է ենթարկել ակումբի այցելած միգրանտներին, հայտնել է DEA-ի Ռոքի Մաունթյան բաժնի հատուկ գործակալ Ջոնաթան Փուլենը։ Նա հայտնել է նաև, որ ավելի քան 300 իրավապահ աշխատակից է մասնակցել գործողությանը։ Ակումբը մի քանի ամիս է հետախուզվել թմրամիջոցների ապօրինի շրջանառության, մարմնավաճառության եւ բռնության հետ կապված հանցագործությունների կասկածանքով։ Գտնվել են կոկային եւ այլ թմրամիջոցներ։ Գործողության արդյունքում նաև զենքեր են առգրավվել։ Այսօր Սպիտակ տունը մեկնարկել է մեկ շաբաթ տևող տոնակատարություն, նվիրված Դոնալդ Թրամփի պաշտոնավարման առաջին 100 օրերին, ուշադրությունը կենտրոնացնելով նրա սահմանային վերահսկողության խստության վրա, մի ոլորտ, որտեղ նախագահն ունի համեմատաբար ուժեղ դիրք։ Սպիտակ տան տարածքում տեղադրվել են ցուցանակներ ներգաղթյալների լուսանկարներով, որոնք մեղադրվում են բռնաբարության, սպանության կամ այլ հանցագործությունների մեջ։ Սպիտակ տան սահմանային հարցերով խորհրդական Թոմ Հոմանը հայտարարել է, որ սահմանային ջանքերը նախադեպը չունեցող հաջողություն են գրանցել եւ հավելել. «Մենք շարունակելու ենք ամբողջ ուժով»։ Թրամփի համար ներգաղթը մնում է հանրային կարծիքի հարցումներում գլխավոր թեման, եւ Սպիտակ տան մամուլի խոսնակ Քերոլայն Լևիթը հայտնել է, որ վարչակազմը Միացյալ Նահանգների պատմության մեջ ամենամեծ արտաքսման արշավի առաջին փուլում է։ Սպիտակ տան արտաքսվել է մոտ 139,000 մարդ։ Թեև երբեմն արտաքսումների թիվը հետ է մնացել Ջո Բայդենի պաշտոնավարման տարիների ցուցանիշներից, Թրամփի պաշտոնյաները մերժում են համեմատությունը, պնդելով, որ այժմ շատ ավելի քիչ մարդիկ են փորձում ապօրինի հատել սահմանը։ Վաղը կլրանա Թրամփի պաշտոնավարման 100-րդ օրը, եւ նախագահը ծրագրում է նշել դա Միչիգանում հանրահավաքով։ Նա նաև կներկայանա Ալաբամայի համալսարանի ավարտական արարողությանը։ Լևիթը նշել է, որ Թրամփը արդեն ստորագրել է գրեթե այնքան գործադիր հրամաններ, որքան Բայդենը իր ամբողջ ժամկետի ընթացքում։ Նախագահ Թրամփը վերադարձից ի վեր ցույց է տալիս, որ նրա վարչակազմը անվերապահորեն իրականացնում է խոստումները։ Հանրապետականների վերահսկողության տակ գտնվող կոնգրեսով Թրամփն ազատորեն սկսել է վերափոխել դաշնային կառավարությունը եւ շրջել արտաքին քաղաքականությունը։ Վաղը, երբ լրանում է նրա պաշտոնավարման 100-րդ օրը, Թրամփի ազդեցությունն ամենուր է զգացվում, սակայն դրա երկարաժամկետ հետևանքները դեռևս մշուշոտ են։ Առանձնացրել ենք մի քանի կարևոր կետեր, որոնք Թրամփը կյանքի է կոչել կամ հակառակը։ Եվ այսպես, ինչ է արել Դոնալդ Թրամփը իր խոստումներից։ Արտաքսումների ուժեղացում։ Ապօրինի միգրացիան կտրուկ նվազել է, հատկապես Մեքսիկայի սահմանից։ Այսը լայնածավալ ձերբակալություններ է իրականացնում ամեն օր։ Մաքսատուրքերի սահմանում կիրառվել է բարձր մաքսատուրքեր Չինաստանից եւ այլ երկրներից ներկրվող ապրանքների վրա, ինչի պատճառով շուկաներում անկայունություն է առաջացել։
Woke քաղաքականության դեմ պայքար։ Դադարեցվել են բազմազանության ծրագրերը կառավարությունում եւ մշակութային հաստատություններում, նույն ինքը DEI-ը։ Հունվարի 6-ի անկարգություններին մասնակցած անձանց շուրջ 1500 մարդ, այդ թվում ոստիկանների վրա հարձակվողներին, ներում է շնորհվել Թրամփի կողմից։ Կառավարության կրճատում Դոջի միջոցով։ Իլոն Մասկի աջակցությամբ հազարավոր պետական աշխատողներ հեռացվել են, սակայն զգալի խնայողություն դեռևս չի արձանագրվել։ Տրանսգենդերների իրավունքների սահմանափակում ստորագրվել է գործադիր հրաման արգելելու տրանսգենդեր մարզիկների մասնակցությունը կանանց սպորտում եւ դատարանում պայքարում է բանակից նրանց հեռացնելու համար։ Իսկ ինչը չի իրականացրել Թրամփը։ Պայմանավորված խաղաղություն Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև։ Չնայած խոստումներին, պատերազմը շարունակվում է։ Պայմանագիր կամ հրադադար դեռևս չի ստորագրվել։ Էներգետիկ ոլորտում բարելավումներ եւ գների կտրուկ նվազեցում։ Խոստացվել էր նաեւ 12-ից 18 ամսում կիսով չափ իջեցնել կոմունալ վճարները, սակայն սկիզբն անգամ դեռևս տեսանելի չէ։ Ազգային պարտքի մարում փոխարենը պետական պարտքը շարունակում է աճել, մասնավորապես նախատեսվող հարկային կրճատումների պատճառով։ Գների իջեցում։ Չնայած ինֆլյացիան նվազել էր, մինչև նրա վերադարձը մաքսատուրքերը սպառնում են նոր գնաճ առաջացնել, բարձրագույն կրթության ոլորտում փոփոխություններ։ Հարվարդի եւ այլ համալսարանների դեմ ճնշումները շարունակվում են, ընդ որում չեղարկվում են նաեւ հարկային արտոնությունները, ինչը կարծեսի հակառակ նրա խոստումներին է շարժվում։ Շրջակա միջավայրի կանոնակարգի ամբողջական չեղարկում, կանոնադրական փոփոխությունների մի մասն արված է, սակայն որոշ փոփոխություններ օրենսդիր մարմնի հավանության կարիք ունեն։ Միջազգային պայմանագրերից դուրս գալու ազդեցիկ արդյունքներ։ Չնայած, որ դուրս է եկել առողջապահության համաշխարհային կազմակերպությունից եւ Փարիզի կլիմայական համաձայնագրից, որոշ գլոբալ հարաբերություններ շարունակում են գործել նախկին ձևաչափով։ Միգրացիոն եւ քաղաքացիական իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները նոր մտահոգություններ են հայտնել այն մասին, որ Գուանտանամոյում պահվող ներգաղթյալները գտնվում են ծայրահեղ մեկուսացման մեջ, զրկված լինելով փաստաբանների հետ լիարժեք կապից եւ ընտանիքի անդամների հետ հաղորդակցվելու հնարավորությունից, նշվում է ներկայացված նոր դատական հայցում։ ԱՄՆ ռազմածովային ուժերի Կուբայի բազայում գտնվող երկու նիկարագուացի ներգաղթյալի անունից ներկայացված դատական հայցում փաստաբանները նշում են, որ այնտեղ տիրում է ծայրահեղ վախի մթնոլորտ, որը խոչընդոտում է սահմանադրությամբ նախատեսված արդար դատաքննության եւ իրավաբանական պաշտպանության իրավունքների իրացումը։ Թարմացված հայցով փաստաբանները պահանջում են Վաշինգտոնում գտնվող դաշնային դատավորից միջամտել ոչ միայն ներկա, այլև ապագա Գուանտանամոյում պահվող ներգաղթյալների իրավունքների պաշտպանությանը։ Գուանտանամոյի բազան օգտագործվում է որպես միջանկյալ կանգառ այն ներգաղթյալների համար, որոնց նկատմամբ նախագահ Թրամփի վարչակազմը արտաքսման վերջնական որոշում է կայացրել արագացնելու զանգվածային արտաքսումները։ Մարտին դաշնային դատավորն արդեն մերժել էր իրավապաշտպանների պահանջը օգնելու Գուանտանամոյում գտնվող ներգաղթյալներին եւ կանխելու նոր տեղափոխումները։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է երրորդյա հրադադար Ուկրաինայի հետ պատերազմում մայիսի 8-ից 10-ը։ 72-ժամյա հրադադարը համընկնում է Պուտինի կողմից միջազգային առաջնորդների ընդունելության եւ նացիստական Գերմանիայի նկատմամբ երկրորդ աշխարհամարտում հաղթանակի 80-ամյակի տոնակատարությունների հետ։ Պուտինի այս քայլը կարծես թե նպատակ ունի աշխարհին ցույց տալ, որ Ռուսաստանը դեռևս պատրաստ է խաղաղության, այն դեպքում, երբ Ուկրաինան եւ նրա եվրոպական դաշնակիցները կասկած են հայտնում։ Սպիտակ տան մամուլի խոսնակ Քերոլայն Լևիտը հայտնել է, որ Դոնալդ Թրամփը ցանկանում է ավելին, քան պարզապես երրորդյա հրադադար։ Նա ցանկանում է տեսնել մշտական զինադադար։ Երբ Թրամփին հարցրել են, ինչ եք ուզում, որ Վլադիմիր Պուտինը անի, նա պատասխանել է. Ես ուզում եմ, որ նա դադարեցնի կրակը, նստի բանակցությունների սեղանի շուրջ եւ ստորագրի համաձայնագիրը։ Մենք արդեն ունենք համաձայնագրի հիմնական կետերը։ Ուզում եմ, որ ստորագրի եւ այդ ամենը վերջանա, կյանքը վերադառնա բնականon հուն։ Միացյալ Նահանգների նախագահը նաև հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահի հետ Վատիկանում հանդիպումից հետո հարաբերությունները բարելավվել են։ Թրամփը կարծիքի հայտնել, որ Զելենսկին պատրաստ է հրաժարվել Ղրիմից, չնայած նրան, որ Ուկրաինայի նախագահը նախկինում պնդել էր, որ Սևծովյան թերակղզին, որն օկուպացվել է Ռուսաստանի կողմից 2014-ին, պատկանում է Ուկրաինային։ Չնայած Ղրիմի վերաբերյալ հայտարարություններին, Թրամփն իր խոսքում նոր համակրանք է արտահայտել Զելենսկու հանդեպ, ասելով, որ նա ուզում է ինչ-որ լավ բան անել իր երկրի համար եւ շատ է աշխատում։ Թրամփը նաև հայտնել է, որ զարմացած եւ հիասթափված է, որ իր խաղաղության բանակնած Սթիվ Վիտկոֆի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպումից հետո Ռուսաստանը շարունակում է հրթիռակոծել Ուկրաինան։ Երբ հարցրել են, վստահում եք արդյոք Պուտինին, Թրամփը պատասխանել է. երկու շաբաթում կասեմ, առանց հստակեցնելու, թե ինչ սպասում ունի։ Թրամփը նաև նշել է, որ Վատիկանում Զելենսկիի հետ դեմ առ դեմ հանդիպումը բարելավել է իրենց հարաբերությունները։ Նախկինում հարաբերությունները վատ չէին, պարզապես փոքր վեճ կար եւ դա տեղի ունեցավ տեսախցիկների առաջ, ինչը ինձ համար խնդիր չէր։
Նախագահ Թրամփը Կիրակի օրը հայտարարել է, որ չի շարունակելու իր նախորդի Կոլումբոսի օրը հոկտեմբերի Միացյալ Նահանգներում նշելու միաժամանակ բնիկ ժողովուրդների օր ճանաչելու քաղաքականությունը, մեղադրելով դեմոկրատներին հայտնագործողի ժառանգությունը վարկաբեկելու մեջ եւ շարունակելով իր քարոզարշավը ուղղված ավանդական ամերիկյան խորհրդանիշները վերականգնելու նպատակով։ Դեմոկրատ Ջո Բայդենը 2021 թվականին դարձել է առաջին նախագահը, որը հատուկ հռչակագրով նշել էր բնիկ ժողովուրդների օրը, շեշտելով բնիկ ժողովուրդների անգնահատելի ներդրումը եւ տոկունությունը եւ նրանց ներքին ինքնիշխանության ճանաչումը։ Հռչակագրում նշվում էր, որ Ամերիկան ստեղծվել է հավասարության եւ բոլորի համար հնարավորությունների խոստման վրա, սակայն այդ խոստումը մենք երբեք լիովին չենք իրականացրել, մասնավորապես բնիկ ժողովուրդների իրավունքների եւ արժանապատվության պաշտպանության հարցում, ովքեր այստեղ էին դեռևս Ամերիկայի գաղութացումից առաջ։ Թրամփը Կիրակի օրը True Social հարթակում գրել է. Ես Կոլումբոսի օրը դուրս եմ բերում մոխիրներից։ Կոլումբոսի օրը հոկտեմբերի 2-րդ երկուշաբթին Բայդենի պաշտոնավարման ընթացքում պաշտոնապես շարունակում էր կոչվել Կոլումբոսի օր, սակայն նաև նշվում էր որպես բնիկ ժողովուրդների օր։ Նախագահ Ֆրանկլին Ռուզվելտն է 1934 թվականին Կոլումբոսի օրը հայտարարել ազգային տոն։ Փաստացի Թրամփը պատրաստվում է այն շարունակել նշել միայն որպես Կոլումբոսի օր։ Ազգային անվտանգության քարտուղար Քրիստի Նոեմի Պայուսակը գողանալու մեջ մեղադրվող անձն այսօր Դաշնային դատարանում մեղադրվել է ծանրացուցիչ հանգամանքներով ինքնության գողության, կողոպուտի եւ խարդախության համար։ Հետաքննողներն ասել են, որ տեսանկարը հանվել է, թե ինչպես է Մարիո Բուստամանտե Լեյվան գողանում Նոեմի Պայուսակը, երբ նա ապրիլի 20-ին ընտրում էր Վաշինգտոնում։ Ավելի ուշ նա օգտվել է Նոեմի գողացած բանկային քարտերից մեկից, մեկ այլ ռեստորանում ավելի քան $200 սնունդ եւ ալկոհոլ գնելու համար, նշված է գաղտնի ծառայության գործակալի ցուցմունքում։ Բուստամանտե Լեյվան կասկածվում է նաև այս ամիս ավելի վաղ երկու այլ ռեստորաններում երկու այլ անձանց պայուսակներ գողանալու մեջ։ Նոեմի պայուսակը եւ դրամապանակը հայտնաբերվել է Լեյվայի հյուրանոցի սենյակում։ Կալիֆոռնիայում շուտով կվերջանան ավտոմեքենաների համարանիշների համադրությունը։ Նահանգի տրանսպորտի վարչությունը հայտնել է, որ գործող համարանիշերի ձևաչափը ամբողջությամբ կսպառվի հաջորդ տարի։ Այդ ձևաչափը 1 թիվ, ապա 3 տար, հետո 3 թիվ օգտագործվում է 1980 թվականից, այսինքն մոտ 45 տարի անց անհրաժեշտ է նոր ձևաչափ։ Ինչպես DMV-ի խոսնակն է ասել, նոր ձևաչափը կլինի հիմնականում հինը հայելային տարբերակով։ Եթե նախկինում օրինակ 1AAA 111 էր, ապա ապագայում կլինի 111 AAA 1 ձևաչափով։ Նոր ձևաչափով համարանիշները նախատեսվում է գործարկել 2026 թվականին։ Այժմ հետաքրքիր է, ով կլինի այն բախտավորը, որը կստանա վերջին 9ZZZ 999 հին համակարգով տրվող համարանիշը։ Արագընթաց մոտորանավակը շարժվելով ավելի քան 200 մղոն ժամ կամ 320 կմ/ժ արագությամբ դուրս է եկել վերահսկողությունից եւ օդ բարձրացել։ Դեպքը տեղի է ունեցել Արիզոնայի Հավասու լճում անցկացվող միջոցառման ժամանակ։ Վիրուսային դարձած տեսանյութում երևում է, թե ինչպես է Ամերիկա One կոչվող նավակը կորցնում կառավարումը, բարձրանում օդ եւ պտտվելով ընկնում ջրի մեջ։ Speedboat մագազինի փոխանցմամբ նավը վայրեջք է կատարել ուղիղ դիրքով եւ նավավարն ու արագության կարգավորողը ստացել են միայն թեթև վնասվածքներ։ Երկուսն էլ տեղափոխվել են հիվանդանոց հետազոտության նպատակով։ Նրանք Freedom One Racing թիմի անդամներ են, Կանզաս Սիթիից, որը սովորաբար բարեգործական նպատակներով է մասնակցում մրցարշավներին։ Այսօրվա լուրերից առանձնացրել էինք այսքանը։ Ես Հարություն Մինասյանն եմ, շնորհակալ եմ ուշադրության համար, առողջ եղեք։